Մարտի 17-ից մինչև ապրիլի 4-ը Վրաստանի հանրակրթական դպրոցներում աշակերտները կհանձնեն էքստերն քննություններ։ Էքստերն կարգով քննություններ հանձնող դիմորդները հիմնականում այն աշակերտներն են, ովքեր տարբեր պատճառներով չեն ավարտել ուսուցումը հանրակրթական դպրոցներում, կամ էլ վստահ են իրենց գիտելիքների վրա եւ ցանկանում են տեղափոխվել բարձր դասարան։ Գտնվելով Նինոցմինդայի թիվ 1 դպրոցում տնօրենից տեղեկացանք, որ այս տարի էքստերն քննությունների մասնակցում է մեկ աշակերտ եւ նա թեստային աշխատանք է հանձնելու բոլոր առարկաներից։ Մարտի սկզբից սկսվեց երեխաների գրանցումը էքստերն քննության օրենքով, եթե երեխան այս տարվա մինչև վերջ դեկտեմբերի 31-ը, եթե լրանում է նրա 18 տարին, նա իրավունք ունի գրանցվել էքստերն քննության եւ իրավունք ունի քննությունները հանձնելով ավարտել, ասենք, դպրոցը եւ ստանալ ընդհանուր կրթության ատեստատ ստանալ։ Իհարկե էքստերն քննությունը մենակ չի վերաբերվում 12 ավարտողների համար, էքստերն քննությունը վերաբերվում նաեւ այն աստիճանի երեխաներին, ովքեր որ ասենք տարիքով մեծ են եւ ուզում են ինչ-որ դասարանը փոխել, նրանք իրավունք ունեն նաեւ քննություն տալ, եթե նրանց տարիքը համապատասխանում է այն դասարանին, որը ուզում են։ Եթե երեխան, ասենք, սովորում է խոսքին 2-րդ դասարան եւ նրա տարիքը համապատասխանում է 3-րդ դասարանի երեխայի տարիքին, այսինքն ընդունելության տարվան է համընկնում, ուրեմն այդ երեխան էլ իրավունք ունի քննությունով տեղափոխվել դասարանից դասարան, այսինքն էքստերն քննությունը մենակ դա չէ, որ ստանան մենակ ատեստատ ստանան, այն դա է, որ երեխաները իրավունք ունեն, ասենք, կարող է տարիքները մեծ են, ուշ են եկել դպրոց, տարիքները մեծ են, ինչ որ դասարանից դասարան տեղափոխվել եւ ասենք մի տարի շուտ ավարտեն դպրոցը, այսինքն 12 տարի արդեն չեն սովորում, էլի սովորում են 15 տարի։ Ինչ վերաբերվում է քննություններին, ապա երկուշաբթի օրվանից քննությունները սկսվել են, քննությունները իհարկե ընթանում են խիստ կազմակերպված գրաֆիկով, այսինքն քննությունները մեջ մտնում են բոլոր այն պարտադիր առարկաները, բացառությամբ, ասենք, սպորտի եւ ընտրովի առարկաները այլևս չեն մտնում, սկզբում մտնում էին, հիմա արդեն չեն մտնում, այդ ցանկի մեջ չեն մտնում։ Մնացած բոլոր առարկաները համապատասխան դասարաններին, ասենք, երեխան պետք է հանձնի քննությունների ցանկը կազմելուց հետո, իհարկե երեխան քննություն որ մտնում է, փաստաթղթերը բոլոր կազմված են, խիստ, ասենք, ըստ կանոնի, ինչպես որ պահանջում է կանոնը, երեխան մտնում է քննության, տեստերը բոլորը, ասենք, անուն ազգանունով չեն, բոլոր տեստերը, առարկաների տեստերը դասարանների համապատասխան աստիճանի համապատասխան, եթե երեխա կա, որ ասենք տարական աստիճանից նույնիսկ քննություն է հանձնելու, տեստերի վրա անուն ազգանուն տեղ չկա, որովհետև որ տեստերը ստուգողը չպետք է իմանա, թե ում աշխատանքն է ստուգում, այսինքն կոդի տակ է գնում յուրաքանչյուր, ինչպես որ քննության, ասենք, գնում են աբիտուրիենտները քննության են գնում կոդավորված է, ասենք, յուրաքանչյուր դպրոցն էլ կոդավորված տեստերը կազմում է եւ երեխաները հանձնում են։ Դե մեր դպրոցում այս տարի մի երեխա է հանձնում եւ հույս ունեմ, որ լավ կհանձնի այդ երեխան եւ կստանա իր ատեստատը։ Էքստերնի քննությունը լավ է երեխաների համար, որովհետեւ որ այն երեխաները, ովքեր որ ուզում են, ասենք, մի տարի շուտ ավարտեն դպրոցը, նրանք իրավունք ունեն մի տարի շուտ ավարտելու դպրոցը եւ միևնույն է նրանց կրթությունը կհամարվի 12 տարի, քանի որ նրանք հանձնելու են 11-րդ դասարանի, եթե 11-ից են դուրս գալիս 2-րդ կիսամյակի բոլոր առարկաները եւ 12-րդ դասարանի ամբողջ տարվա առարկաներն են հանձնում երեխաները։ Էքստերն քննությունները տալիս են արագ ավարտելու հնարավորություն, ժամանակի ազատ կառավարում, անհատականացված մոտեցում, ավելի շուտ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն։ Եթե նա էքստերնին գրանցվել է եւ քննությունը հանձնել է, նա իրավունք չունի այլևս շարունակելու դպրոցը ըստ օրենքի,
նա պետք է դուրս գա դպրոցից եւ նա համարվում է, որ նա ավարտել է, որովհետեւ որ դպրոցը համապատասխան արդյունքները արդեն հաշվելուց հետո, նայելուց, ստուգելուց հետո, արդյունքներ իմանալուց հետո, եթե երեխան հաղթահարել է աստիճանը, ուրեմն այդ երեխան արդեն դուրս է գալիս դպրոցից եւ այդ երեխան սովորական ինչպես որ մյուս աշակերտներ ավարտող աշակերտները 12-րդ ավարտող աշակերտները հունիսի վերջ հուլիսին որ ստանում են իրենց ատեստատները նույն ձևով էլ այդ երեխա էքստերնով ավարտած երեխան այդ ժամանակ կստանա իր ատեստատը երեխան չի գալու դպրոց այն պատճառով որովհետեւ որ նա արդեն ըստ օրենքի հանձնել է ավարտել է 12-րդ ամբողջ տարվա առարկաները հանձնել է իմաստ չունի որ նա նորից գա դպրոց իսկ եթե երեխան էքստերնի մասնակցել է եւ կտրվել է ինչ որ մի առարկայից բարձր է որ նա շարունակում է իր կրթությունը Էքստերն քննություն տվողները կարող են շարունակել ուսումը ինչպես բարձրագույն կրթության հաստատություններում այնպես էլ մասնագիտական ուսումնական կենտրոններում Էքստերն քննությունները հանձնելուց հետո կարելի է դիմել բուհեր կամ քոլեջներ ինչպես սովորական դպրոց ավարտած շրջանավարտները